Բարև ձեզ, այսօր Փաստ-Ինֆոյի հյուրը Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Ղազարյան, տարածաշրջանը պայթում է, Հայաստանի իշխանությունները ներքին խրախճանքներով են զբաղված, ներքին քարոզարշավներ են իրականացնում։ Դուք միշտ ձեր խոսքում նշում եք, որ Հայաստանը վերածվել է դիտորդի էսպեր կարգավիճակի, եթե Իրանի շուրջ օղակը սեղմվի, որն է լինելու Հայաստանի վերջին կանգառը իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքականության պայմաններում։ Իշխանությունները հիմա արտաքին քաղաքականություն առհասարակ չեն վարում, ներև ըստեյության տապալված է հայկական դիվանագիտությունը եւ մենք դարձել ենք ուղղակի տարբեր գործընթացների զոհը։ Անկախ դրանից թե զարգացումները ինչ ուղղությամբ կգնան, դրանք միայն մեզ ոսր միայն վնաս են պատճառում եւ դրանք մեզ համար միայն հետևանքներ են առաջացնում, որովհետեւ սեփական նախաձեռնություններ եւ սեփական օրակարգ գոյություն չունի։ Ես կարծում եմ, որ այս տարածաշրջանային զարգացումները խիստ վտանգավոր են Հայաստանի համար, որովհետև պատերազմի կողմերից մեկը Հայաստանը ընկալում է իբրև բարեկամ երկիր, իդեմս Իրանին, մյուսը, որը Իրանի վրա հարձակված պետությունն է, դա Հայաստանը վերջին շրջաններին համարում է իրեն որպես ռազմավարական գործընկեր եւ դաշնակից։ Եվ բնականաբար այս լարվածության մեջ չի կարող ճիշտ դիրքավորում ունենալ, առավել ևս, որ Հայաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը բնում է Ադրբեջանը, որովհետև Հայաստանը Ադրբեջանի շահերն է սպասարկում։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ հետագա զարգացումները խիստ վտանգավոր կարող են լինել, որովհետև եթե Իրանից մենք լսեցինք այս հոգևոր խորհրդի առաջնորդի խորհրդականի վերջին հայտարարությունները, նաև այս պատերազմական ֆոնին, որ նրանք թույլ չեն տալու այս տրիփի գործնականում կիրառությունը, որովհետև ոնց որ թե հայկական կողմի բացատրությունները նրանց համար այդպես էլ համոզիչ չեն, որ դա վտանգ չի ներկայացնում Իրանի համար, առավել ևս այս զարգացումների պարագայում, նշանակում է, որ իրենք այս ընդհանուր լարվածության մեջ սկզբունքորեն այլ է լինելու իրենց կեցվածքը դրա հետ կապված, իսկ Ադրբեջանը դժվար թե հեշտ հաշտվի են իրողության հետ, որ Իրանն ի վերջո չի հաջողվում կապ հաստատել Նախիջևանի հետ եւ չի բացառում, որ Ադրբեջանը ինքն իր արդեն գնա ռազմական էսկալացիայի եւ հրաժարվելով Թրիփի Վաշինգտոնյան պայմանավորվածություններից, պարզապես ֆիզիկապես զավթի Սյունիքի մարզը, հատկապես այդ տարածքը Նախիջևանի հետ իր կապը պահելու համար։ Եվ հաշվի առնելով, որ Ադրբեջանն էլ իր հերթին է նաեւ Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցը, որովհետև Բաքվում Վենսը Իլհամ Ալիևը ստորագրեց այդ համաձայնագիրը, հնարավոր է, որ Միացյալ Նահանգները աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին այդ գաղափարի հարցում, այսինքն հրաժարվել Թրիփից եւ զավթել Հայաստանի այդ հատվածը Նախիջևանի հետ կապը հաստատելու եւ այնտեղ ավելի ամուր դիրքեր ձևավորելու համար։ Հենց որ ցանկացած զարգացում ես կարծում եմ, որ մեզ համար վտանգներ է պարունակում, դրա համար ես ինքս իմ անձնական մեծ ցանկությունն է, որ հնարավորինս շուտ այդ իրավիճակը հանդարտվի, որոշակի խաղաղություն, կայունություն հաստատվի, որովհետև ցանկացած զարգացում վտանգավոր է։ Պարոն Ղազարյան, Հայաստանի իշխանությունները ինչու են շարունակում հանրության այդ խաղաղության կեղծ թեզը հրամցնում, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ շուրջ բոլորը պատերազմական իրավիճակ է եւ ինչպես դուք նշեցիք դոմինոյի էֆեկտով այն խնդիրներին, որոնք կբախվի նաեւ Հայաստան, արդյոք պատրաստ ենք։ Հայաստանի իշխանությունները ուղղակի խաբում են մարդկանց, ոչ մի խաղաղություն գոյություն չունի, ասենք ով է Հայաստանում խաղաղության հաստատողը Դոնալդ Թրամփը, որը նախաձեռնել է մեծ պատերազմ մեր հարևան երկրում, ասենք ով է այս ամեն ինչը տեսնելուց հետո մտածում, որ նա ընդհանրապես խաղաղության մասին մտածող է, խաղաղության գործողություն, երբ որ պատերազմը սկսելուց առաջ ընթանում էին բանակցություններ Իրանի հետ եւ Իրանի արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունը բանակցություններից տպավորություն էր ստեղծում, որ դրանք որոշակի կառուցողական բնույթ ունեն, այսինքն լարվածության այն աստիճանը մակարդակը չկար, որ պետքա պատերազմ լիներ, բայց ակնհայտ Միացյալ Նահանգները գնաց պատերազմական գործողությունների։ Հələ ինքն էլ երաշխավորն է մեր խաղաղության, երբ որ ինքն է գնում ըստ էության պատերազմների։ Իսկ Ադրբեջանի հետ մենք խաղաղության որևէ ստորագրված փաստաթուղթ չունենք։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին ընկալել որպես թշնամական պետություն, ոչ
Ադրբեջանի ռազմական դոկտրինն է փոխվել, ոչ իրանց անվտանգային հայեցակարգն է փոխվել։ Իրենք Հայաստանին շարունակում են ընկալել որպես թշնամական պետություն եւ Իլհամ Ալիևի հայտարարությունները թե նախկինում եւ հիմա ամենևին բարեկամության, համագործակցության եւ խաղաղության մասին չեն։ Դրանք բոլորը Հայաստանը զավթելու, Հայաստանի տարածքում արևմտյան Ադրբեջան անվանումով պետություն ստեղծելու, Հայաստանի տարածք ադրբեջանցիներով բնակեցնելու, տնտեսական ազդեցության իրենց գործիքները բանացնելու մասին են ամբողջությամբ։ Եվ այս զարգացումները կարող են հանգեցնել առհասարակ ռազմական միջամտության։ Ադրբեջանի նախագահ այս տարվա հունվարին 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց, որ հայկական բանակը ամբողջությամբ կազմաքանդված է եւ գոյություն չունի թեկուզ մեկ մարտական խնդիր, որ ինքը դնի Ադրբեջանի զինված ուժերի առջեւ, այդ խնդիրը լուծելի չլինի։ Եվ մանավանդ հիմա աշխարհակարգը, որ փոխվում է եւ բոլորը խոսում են ուժի դիրքերից, դա իր ձեռքերը առհասարակ բացում է, մանավանդ որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին են լեգիտիմացնում նրանց հնարավոր բոլոր գործողությունները։ Դեռ 24 թվականից է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, առաջի հայտարարությունն արել օգոստոսի 30-ին, դրանից հետո սեպտեմբերին, որ ու անդադ պարբերաբար շարունակ նոյեմբերի 12-ին, որ Հայաստանի գործող տարածքի 60-ից 70%-ը թվարկելով կոնկրետ վարչատարածքային միավորներ, Սյունիքի եւ Վայոց-Ձորի մարզերի ամբողջությամբ, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Տաուշ, Լոռի, Շիրակի մարզից հատվածներ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ պատկանում են Ադրբեջանին, այսինքն սրանով ինքը լեգիտիմ հիմք է տալի, որպեսզի Ադրբեջանը իր սահմանադրական կարգը վերականգնի այն տարածքների վրա, որը ոչ միայն իրենք են իրենցը համարում, այլ նաև Հայաստանի վարչապետն է ադրբեջանական համարում։ Եվ ռազմական էսկալացիան եւ միջազգային իրավունքի նման կոպտագույն խախտումները, որոնք հիմա մենք տեսնում ենք ոչ միայն Իրանի պարագայում, դրանից առաջ ասենք հիմա բարձում է կարելի է թել ինչ-որ մի երկրի ղեկավարի առևանգել տանել դատել, ինչ-որ մի երկրի ղեկավարի սպանել, ասել որ այո, դա ես եմ սպանել, հանգիստ դրա մասին խոսել, մի ամբողջ երկրի մի ամբողջ իր տարածքի գերազանցող հատված ասել, որ սա քեզ չի պատկանում։ Եթե այսպես աշխարհի կարգ գոյություն չի ունեցել, այսինքն եթե նման ձևով է փոխվում, ուրեմն Ադրբեջանի ձեռքերը բացում են, առավելևս որ Ադրբեջանը 20 թվականից սկսած իր ռազմական հանցագործությունների համար ոչ միայն պատժի եւ պատասխանատվության չի արժանացել, խրախուսանքի արժանացել։ Աշխարհում չի եղել մի երկիր, որ դատապարտի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար, այն դեպքում, երբ որ ամբողջ աշխարհը այդ խնդիրը լուծում միայն խաղաղ բանակցությունների միջոցով էր տեսնում։ Արցախցիների բռնի տեղահանությունը, ցեղասպանությունը, դրանք անպատիժ մնացած հանցագործություններ են։ Ու եթե նա այսքանից հետո անպատիժ է մնացել, այս առավել եւս մեր տարածաշրջանում զարգացումների պարագայում ես շատ մեծ անհանգստություն եմ, որ նրանք կարող են գնալ ռազմական գործողությունների, առավել եւս վստահ լինելով, որ իրենց առջև հայկական զինված ուժեր կանգնած չեն, այսինքն իրանք ստեյության նույնիսկ դիմադրության չեն հանդիպելու։ Պարոն Ղազարյան, հայկական զինված ուժեր կանգնած չեն, բայց փաստացի իրանական կողմից երեկ էլ Հայաստանում Իրանի դեսպանն է հայտարարել, որ իրենց համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ Իսկ գուցե իրանական զինված ուժեր կանգնած կլինեն։ Դե նշանակում է պատերազմի անմիջական տեղափոխում նաև մեր երկրի տարածք, այսինքն Ադրբեջանը պիտի հարձակվի ըստ այդ հայտարարությունները, եթե պատկերացնենք գործնականում իրագործում, դա Ադրբեջանի հարձակում պետք է լինի Հայաստանի վրա, որի պարագայում Իրանը պետք է պատերազմի մեջ մտնի Ադրբեջանի հետ թույլ չտալու համար, այդ այսինքն եթե զավթել էլ, ինչի դուք ենա մենք կզավթենք, այսինքն այդ տրամաբանության մեջ է, բայց երկու դեպքում էլ Հայաստանը կորցնում է իր երկիրը եւ որովհետեւ մենք հիմա ֆունկցիոնալ իմաստով ենք կորցրել։ Մնում է վարչական վերահսկողությունը, տենակ որ մեկն է հաստատում էլ այս տարածքի վրա։ Առայժմ դրա հավակնություններ ունի Ադրբեջանը եւ Թուրքիան։ Իրանը նման հավակնություններ չի ցուցաբերում Հայաստանի տարածք զավթելու։ Բայց եթե տեսա, որ դրանք են զավթում եւ այդ զավթելը իր համար ինչ հետևանքներ առաջ բերում, ընդ որում նրանց համար գոնե այս օրերին արդեն բարձ է հետևանքները ինչ դրսևորումներ են ունենում։ Եվ եթե պատերազմ, ուրեմն պատերազմ, իրանք այդ գործողությունները կտեղափոխեն նաև Հայաստանի տարածքի։ Դեպ ասեմ, Իրանը շատ
վաղուց մի ողջամիտ որոշում այդ իմաստով կայացրել է իր իրավական խնդիրները լուծելու համար, դա Կապանում գլխավոր հպատոսության բացումն էր, որը լիարժեք դիվանագիտական ներկայացություն է, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա, նշանակում է հարձակվելու է նաև գլխավոր հպատոսության վրա։ Իսկ դիվանագիտական ներկայացության վրա հարձակումը դա դիտվում է հարձակում պետության վրա, ինչը լեգիտիմ հիմք է տալիս իրականացնել համապատասխան գործողություններ, այնպես որ դա է հենց մեր զրույցի սկզբից ասում, որ այս զարգացումները մեզ առայժմ լավ բան չեն խոստանում։ Հայաստանի իշխանական ներկայացուցիչներից մեկը հայտարարում է, որ Հայաստանի ցավակցությունները որևէ օգուտ չեն ունենա, Հայաստանի կոչերն ու հայտարարությունները իմաստ չունեն, սա իշխանության ներկայացուցչի պահվածք է թե ոչ, նա միտումնավոր զրոյացնում է Հայաստանի կշիռն ու դերը եւ ընդհանրապես հարց է առաջանում մեր արտաքին գործերի նախարարությունը ինչի համար է գործում։ Դա այնինչ այդ ուշացած ցավակցությունները դա ուղղակի ինքնիշխանության բացակայության հետևանքներ են, որովհետև Հայաստանը վախեցնում է, ասենք նույնիսկ ցավակցի պետության ղեկավարի մահվան առիթով, որովհետև գիտի, որ այդ մահվան պատճառը ումից է գալի, որ ցավակցի Միացյալ Նահանգները դրան ոնց կվեր, այսինքն բավարար ինքնուրույնություն չունեն անգամ տարրական, քաղաքավարական, դիվանագիտական, արարողակարգային անգամ բաները պայել։ Ես դիվանագետ եմ եղել, մենք աշխատակարգային ոնց որ ցուցումներ կամ կանոններ գոյություն ունեն, որ դեսպանանկալ երկրում որևէ իրադարձության, ասենք նույնիսկ տեխնիկական վթարների կամ չգիտեմ բնական աղետները, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների, շատ օպերատիվ պետք է արձագանք լինի եւ նաեւ ցավակցական տեքստերը նախապատրաստվեն արագ ցավակցությունները փոխանցելու համար եւ ասենք Սուրեն Պապիկյանը մի քանի օր առաջ էր գտնվում Իրանում եւ հանդիպում ունեցել են մարդկանց հետ, ովքեր սպանվել են մի քանի օր հետո եւ նրանց սպանության օրը բացի դրանից, որ ինքը որևէ ցավակցություն չի հայտնում կամ պաշտպանության նախարարը չէ, հարևան երկրում պատերազմը մոլեկնում ու ոչ միայն երկրում ամբողջ տարածաշրջանը նա հիմա իր աշխատասենյակից իր հրամանատարաշտաբային կետից պետքա մի րոպե չբացակայի հերիք չի ցավակցում հերիք չի ինքը ֆունկցիոնալ իր պարտականությունը չի կա մի հատ էլ հայտնվել է մտ ուրախ ավտոբուսի մեջ ասենք կուկուռուզու կարկանդակ ուտելով ասենք անմիտ խոսքերով տես տեսանյութեր հրապարակելու դա ցինիզմ հասկանում եք, ասենք պատկերացնում եք Իրանի այն մարդիկ ովքեր որ կազմակերպել են այդ հանդիպումները բան հիմա նայում են ասում են լավ 2 օր առաջ դու ստեղ այդ մարդկանց հետ համագործակցության հարցերից մարդիկ սպանվել են ու դու հերիք չի չես ցավակցում մի հատ մարդկային ասենք լրջություններ չունես համարժեք պահվածք դրսևորելու նման իրավիճակներում կամ ասենք հոգևոր առաջնորդը դա Իրանի գլխավոր առանցքային գործիչն է մարդու ընդ որում ոչ միայն նրա այլ ընտանիքի անդամների սպանությունը դա ամեն ինչի հետ միասին նաև մարդկային ծանր ողբերգություն է ու ոնց կարող է Հայաստանի վարչապետը որ Իրան կատարած այցելությունների ժամանակ նրա ընդունելությանն արժանացնը անմիջապես նրա մահվան մասին իմանալուց իր ցավակցության խոսքը չասի առավել եւս եթե այդ երկրին դու բարեկամ երկիր ես համարում Սա խայտառակություն է, այսինքն սա նաև հենց ասում եմ ինքնիշխանության բացակայության հետևանքն է, վախենում են սեփական կամքով նույնիսկ որևէ մեկին ինչ-որ հարցում շնորհավորել, մի ուրիշին ցավակցել։ Բայց Ալիևը ցավակցել է։ Ինչու՞ գոնե չեն հետևել Ալիևին։ Սրանց հետ ինչ եք համատում, Ալիևը անհանգստություն չունի, ասենք Թրամփը դա ոնց կընկալի։ Ոնց ուզում անկալի, ինքը համարում է իրան բարեկամ երկիր տվյալ պահին եւ ազատ է ինքը Նորից եմ ասում, դիվանագիտության մեջ նման դեպքերը խիստ օպերատիվություն են, այսինքն դու չպետք է սպասես, չգիտեմ, օրեր անցնեն կամ չգիտեմ ինչ տանեն, նոր որոշես, այսինքն անվտանգության խորհրդի նիստ անեք, սաղդ միասին հավաքվեք ու որոշեք, ցավակցենք թե չէ, ինչ անվտանգության խորհրդի քննարկելու հարցը,
պետության ղեկավարը մացը անկախ ամեն ինչից։ Իշխանական պատգամավորը ասում է, օրինակ, մեր խոսքից ամերիկյան ավիակիրները հետ չեն գնալու, իշխանականները ասում են, իրենց անգործությունը փորձում են կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, տեսնում եք, որ մենք այսպես անեինք, այսպես կլիներ, իրենց անգործությունը փորձում են կրկին կապել նախկինների հետ, այն հույսով, որ իրենց ոչինչ չի պատահելու, իսկ գուցե իրենք ճիշտ են, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանի հետ իրենք խաղաղության են գնում եւ գուցե հենց այս տարածաշրջանային պատերազմի ֆոնին Հայաստանը լինի այն միակ անվտանգ տարածաշրջանային երկիրը, որին ոչինչ չի պատահի։ Բայց իրենց ասելով, իրանք ձեր հարցի մի մասից հասկացա, որ առհասարակ իրանց հայտարարությունից, գործողություններից ոչ մի բան չի որոշում։ Դե պարզ է, որ Հայաստանում չեն կայացնում որոշումները, թե Միացյալ Նահանգների զինված ուժերը աշխարհի որ մասում ինչ տեղակայում պիտի ունենան եւ ինչ խնդիրներ պիտի լուծեն։ Դա Միացյալ Նահանգների ղեկավարությունն է որոշում, բայց Հայաստանի ղեկավարությունն էլ պետք է որոշի ինքը ինչ դիրքավորում է ունենում նման իրավիճակներում, ինքը պատրաստ է բարեկամական վերաբերմունք ցուցաբերի, թե ինքը կարա դաշնակից լինի Միացյալ Նահանգներին եւ Իրանի դեմ գործողությունների մասնակից լինի։ Ես անկեղծ ասած այդ անհանգստություններ ունեմ, որ նրանք կարող է նաեւ ինչ-որ մի պահի հրաժարվեն նույնիսկ չեզոքության կեցվածքից եւ հնարավորություն տան Հայաստանի տարածքից նաեւ անհրաժեշտության դեպքում իհարկե չեմ կարծում որ Միացյալ Նահանգները կարող է իր մարտական խնդիրների համար դրա անհրաժեշտություն ունենա, բայց եթե ունենա, ես վստահություն չունեմ, որ նրանք կարող է Իրանի նկատմամբ բարեկամական վերաբերմունք հաշվի առնելով զսպվածություն ունենան կամ ձեռնապահ մնան նման քայլերից։ Նրանք ցանկացած արկածախնդրության կարող են գնալ։ Իսկ այն որ Հայաստանը կարող անվտանգ լինի, հակառակն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը հիմա ամենամեծ վտանգի առջև է կանգնած այս էսկալացիոն պայմաններում։ Ադրբեջանի հետ խաղաղության են գնում, բայց Ադրբեջանը երբեք չի ասել, որ ինքը խաղաղության է գնում։ Ադրբեջանը ասում է, որ այդ տարածքները ունեն ադրբեջանական պատկանելություն, ադրբեջանցիները պիտի գնան այդ տարածքներում ապրեն։ Ու կարող են դա անել մեքենաներով, կարող են անել տանկերով։ Հիմա դրել են մեքենաներով գալու ճանապարհը, ես վերջերս էլ չէ մի խմբականակ էլ եկե։ Այդ նույն նպատակի համար է իրենց հատուկ ծառայության աշխատակիցներին քաղաքացիական հասարակության անվան տակ ուղարկում են կամ ասենք Ռուսաստանաբնակ ադրբեջանցիների, որոնք արմատներով ինչ-որ Հայաստանում են ապրել իրենց բարեկամների եւ այն։ Գալի շրջագայում ազատացեք պատկերացնում եք հիմա Ռուսաստանում ապրող մի հատ հայ նստի G-կլասի Mercedes ու գնա Ադրբեջան, ասենք Սումգայիթից տեսանյութեր հրապարակի հայերենով, ասի թե այստեղ հայերը որտեղ են ապրել, բան եւ այլն ու մեկ էլ այդ մեքենայով հետ վերադառնա Ռուսաստան։ Դες բան մի պատկերացրեք, դա հնարավոր չի։ Բայց այդ քաղաքականությունը իրանք անում են, չէ՞ մեր նկատմամբ։ Ու որևէ երաշխիք, որ այստեղ խաղաղություն պիտի հաստատվի, գոյություն չունի։ Հիմա դատարկաբանությունով չի աշխարհին վերաբերող հարցերը լուծում։ Ադրբեջանը Թուրքիան շատ լուրջ են վերաբերվում իրենց խնդիրներին, իրենց ապագային եւ այս պերաշկի ուտողների հայտարարությունները իրենց համար կարող է շատ քիչ նշանակություն ունեն, արժեք ունեն ընդհանրապես։ Պարոն Ղազարյան, մտավախություն չկա, որ հիմա Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կարող է երրորդ համաշխարհային պատերազմը լինել եւ այս դեպքում Հայաստանը օրինակ հնարավոր հարձակման դեպքում ումից է օգնություն խնդրելու։ Դե Հայաստանը հիմա նախ ինքը սեփական զինված ուժերի վիճակի չեն որևէ տիպի մարտական գործողությունների ժամանակ իրենց սահմանադրական ֆունկցիան իրականացնել, կազմաքանդել են այս մարտիկ հետևողականորեն ամբողջ բանակը մեր զինված ուժերը եւ Հայաստանն էլ փաստացի դուրս է եկել միակ ռազմաքաղաքական կազմակերպությունից, որին ինքը անդամակցում էր, դա ՀԱՊԿ-ն է։ Հիմա համաշխարհային պատերազմը թե ինչ մասշտաբների կլինի, ես դժվարանում եմ այս պահին ասեմ, համենայն դեպս այս պահի դրությամբ առնվազն 3 երկիր ներգրաված է պատերազմում, դա Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ Միացյալ Թագավորությունը հայտարարեց, որ տրամադրում է իր ռազմաբազաները, իր ռազմական կարողությունները ընդհանուր հրամանատարության, այսինքն ըստ էության ինքը դրանով միանում է պատերազմին։ Եվ Իրանը առայժմ միայնակ է իր խնդիրները լուծում, ինքն էլ չունի դեռևս ռազմական դաշնակից,
որ այս պահին ռազմական գործողություններով միջամտի, հետևաբար կարծում եմ, որ այս իրավիճակում վաղ է խոսել համաշխարհային պատերազմի մասին։ Ես մտածում եմ, թե արդյոք Հայաստանի վրա հարձակում կլինի, թե չէ։ Իսկ Հայաստանի վրա հարձակման դեպքում մենք հիմա այս պահին չունենք որևէ ռազմական դաշնակից, որը որ մեզ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի։ Միակ դեպքը, այսինքն երկու դեպք կարա լինի, մեկը ըստ Իրանի հայտարարությունների, որ իրանք անթույլատրելի համարեն ադրբեջանական ներխուժումը Հայաստան մտնեն ռազմական գործողությունների Ադրբեջանի հետ, բայց դա էլ շատ դժվար որոշում կլինի, որովհետև 21 թվականին Ադրբեջանը Թուրքիայի հետ կնքել է Շուշիի հռչակագիրը, որը ռազմաքաղաքական դաշինք է, այնտեղ ըստ այդ հռչակագրի Ադրբեջանի որևէ ռազմական գործողություն ենթադրում է Թուրքիայի ուղիղ մասնակցություն, այսինքն արդեն վավերացված է, այսինքն էլ պարլամենտի համաձայնությունն էլ պետք չի Թուրքիայի, որպեսզի ինքը այդ դեպքում մտնի ռազմական գործողություն, այսինքն Իրանը եթե գնաց այդ քայլին, պիտի հաշվի, որ ինքը միանգամից պատերազմի մեջ է մտնում նաև Թուրքիայի հետ։ Թե ինչքանով է վիճակին քեզ պայմաններում նման քայլի գնալ, դժվար է ասել։ Դրա համար կարող է հայտարարեն, բայց որևէ բան չանեն այդ դեպքում։ Մյուսը դա դենա, որ դեռևս ռուս սահմանապահները կանգնած են հայ-իրանական սահմանին, եւ եթե նրանց պահպանության գոտու վրա հարձակումներ լինեն, ապա Ռուսաստանի ռեակցիան պետք է, ես չեմ կարող վստահ չեմ էլի, որ Ռուսաստանը անպայման ինքը պատերազմի մեջ կմտնի Ադրբեջանի հետ, միգուցե պայմանավորվում են, որ անվտանգ թույլ տան իրենց սահմանապահ զորքերը ուղղակի դուրս գան, որովհետև եթե դաշնակից չես, ինքը եթե դու Հայաստանը այսօր չի համարում, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, փաստացի դուրս է եկել այդ կազմակերպությունից, ոչ մի պարտավորություն չի կատարում այդ կազմակերպության նկատմամբ։ Կազմակերպությունը չի պիտի քեզ ռազմական աջակցություն ցուցաբերի։ Հետևաբար սա կարա հանգեցնի ընդհանուր ուղղակի Ադրբեջանի կողմից օկուպացիայի։ Ստեղծված իրավիճակից Հայաստանը ինչպես կարող է հնարավորինս անվնաս դուրս գալ։ Ես կարծում եմ, որ այս իշխանության պայմաններում մեր անվնաս դուրս գալու հավանականությունը շատ փոքր է, որովհետև մենք միայն վերջին տարիներին ցանկացած զարգացումների պարագայում մենք միայն տանուլ ենք տալի։ Իսկ նման մասշտաբների խնդիրներին դիմակայելու կարողություն Հայաստանը չունի, այսինքն պետությունը ոչինչ ինքը սպառնալիքները պետության ոչնչացման շատ առարկայական են դառնում ավելի։ Եթե հաջողվի փոխել իշխանությունը, ես կարծում եմ, որ դժվար չի լինի կարճ ժամանակահատվածում ռացիոնալ որոշումներով վերականգնել այն անվտանգային համակարգը, որը մեզ թույլ կտա լինել պաշտպանված եւ դիմակայել ցանկացած փորձությունների, այդ թվում նաեւ պատերազմական սպառնալիքներին։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր իմ հյուրը Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։